Ես այնքան էի վախեցել, որ Էդոն ծնկի իջավ։ Ինձ թվաց, որ իրոք վերջ։ Կլինի մոռանաս կատարվածի մասին, ես չեմ ուզում, որ դու քեզ ինչ-որ հարցում մեղավոր զգաս։ Մոռացի այդ աննասունին էլ, այսօրն էլ, ջնջի քո հիշողությունից, լավ։ Ու մտածի մենակ իմ առաջարկի մասին, որովհետև մենք հաստատ ամուսնանալու ենք։ Դու ինձ ես սիրում, ես քեզ, իմաց չեմ տեսնում, որ սպասենք։ Հետո ես ուզում եմ իմանամ դու ուր ես գնում, ում հետ ես, ինչով ես զբաղված, ուզում եմ պատասխանատու լինեմ քո համար։ Հա, բայց դու սենց թե նենց գիտես ես ուր եմ։ Չէ, հետ ուրիշ է։ Նայ, Մագդա աղջիկ։ Եթե ես սկսեմ մտածել, որ դու կհասկացում ես, այդ նշանակում է, որ դու չես ուզում։ Չէ, հաստատ ուզում եմ։ Դե եթե ուզում ես, ես ուզում եմ։ Իմաստը ո՞րն է, որ սպասենք։ Իսկ դու ինձ ասելու բան չունես, թե այնքան հիասթափված ես, որ չես էլ ուզում խոսալ զգացմունքներիդ մասին։ Մելիզին պայքարը այն է, որ դու վերջապես հասկանաս ու դադարես կյանքը տատելությամբ լցնել։ Իմ համար դժվար չի։ Ես հենց հիմա կարամ նենց անեմ, որ ամբողջս հիվանդանոցը իմանա իմ զգացմունքների մասին։ Բայց չեմ ուզում կրկնեմ ու ասեմ ինչն է ինձ խանգարում։ Դու շատ լավ գիտես այդ պատճառները։ Գիտեմ։ Ես վերջին օրերը իմ համար շատ ծանր են անցել։ Ու ոնց որ դու ես սպասել իմ զանգին, երկու այդքան հավատա ես էլ կոնին եմ սպասել։ Էդ, ես չգիտեմ ոնց անեմ, որ մոռանամ անցյալը։ Չգիտեմ։ Հա, առաջ մտածում էի, որ դու իմ դրության մեջ չես մտնում, որ իմ ցավը չես կիսում, բայց հիմա այդպես չեմ մտածում։ Գիտես ինչի։ Որովհետև մեծ հաշվով ոչ մեկ պարտավոր չի դա կյանքը իմ պատճառով փչացնի։ Ու դու հարաբերություններ ես ստեղծել, որ երջանիկ լինես, ոչ թե Կբռնես ձեռքս։ Ես քո ցավը միշտ եմ հասկացել Էլիս։ Ու հավատա ես միակ մարդն եմ այս աշխարհում, որ հանուն քեզ պատրաստ է ամբողջ աշխարհի դեմ դուրս գալ։ Եթե զգա որ դրա կարիքը կա։ Ես պատրաստ եմ նույնիսկ իմ կյանքը փչացնել հանուն քեզ։ Բայց եթե վստահ լինեմ, որ դրանից քո կյանքը ավելի լավը կդառնա, կլցվի։ Եթե ես քեզ հիմա ասեմ, որ ճիշտ ես անում, ատի Մագդային, փչացրու իր կյանքը, լավ բան արած չեմ լինի Էլիս։ Գիտես ինչի։ Որովհետև դու աչքերդ փակ կգնաս այդ քայլին։ Ու չես էլ նկատի ոնց ես հարազատ աղբորդ կյանքն էլ փչացնում։ Իսկ երբ օրը գա հասկանաս արդեն ուշ կլինի։ Դու քեզ կմեղադրես, որ ժամանակին դու քո դեմը չես առել։ Էդ, Էլիս, ես հենց հազարավոր օրինակներ կարամ բերեմ։ Բայց ուղղակի մենակ ուզում եմ, որ դու ինձ հավատաս ու վստահես ու խելացի աղջիկ ես Էլիս։ Որպես լավ ընկերուհի կարաս նենց անես, որ Հասմիկն էլ հեռու մնա սխալ քայլերից։ ես ինչ էլ ասեմ, Հասմիկը ինձ չի լսելու։ Ինքը սիրում է Նորոյին։ Ինքը մտածելու է, որ ես էլ իրան մենակ թողացի։ Իսկ դու փորձի։ Արի էլ ոչ մեկի մասին չխոսանք էլի։ Համել ես քեզ շատ եմ կարոտել, թող կարոտս առնա։ Որ իմանաս ես ինչքան եմ կարոտել։ Նորո ինչ ես անում, Էլիզը ներսում է։ Մագդա ընկերս է, ես էլ եմ ուզում տեսնեմ, արդեն մի քանի ժամա ներսում է։ Դե հա թող խոսան, կարող է վերջապես հաշտվեն։
գծա հաշտվել են։ Շատ լավ է։ Ինչ լավ է, ամեն ինչ իր տեղն է ակտում։ Երանի իրոք տենց լինի։ Դե լավ արի, գնանք հետո համար ուտերիկ բերենք։ Հաստատ շատ սոված է։ Միջև այդ ինձ թվում է Էլիսը դուրս կգա։ Նոր այս եմ ուզում հագնեմ մեր հարսանիքին սիրունա։ Ինչ, սիրուն չի։ Դե ոնց ասեմ։ Վայ, Լավ մի րոպե։ Չէ։ Չէ։ Այսի քո վրա պատկերացնում եմ։ Հաստատ շատ սիրուն կլինի։ Շատ։ մնում է հասկանանք երբ ենք ամուսնանում Նորո ջան։ Հասիկոս, դու վրազողների մասին ասացված կա։ Լսել ես։ Չնայած սխալ հարց եմ տալիս։ Ոնց էլ չլինի հաստատ տատուցդ լսած կլինես։ Նորո ինչ վատն ես։ Լավ, իսկ եթե լուրջ։ Ես սպասում եմ, որ գործերից հետ կապված մի քանի բան կա, կարգավորվի։ Հենց կարգավորվի, նոր կմտածենք օրվա մասին։ Ես չեմ ուզում, որ մենք ամուսնանանք ու կողքից խնդիրներ լինեն։ Բարսա։ Հաս չես պատկերացնի սիրտս ոնց տեղ ընկավ։ Ոնց որ աշխարհի ինձ նվիրած լինեն, գիտես, չէ՞։ Բոլորդ երջանիկ եք։ Չգիտեմ ինչին են ստացվեց, որ ես երջանիկ չեղա։ Կներես Էլիս, չէի ուզում նեղացնեի։ Նոր կլինի մի բան ասեմ ու էլ այս թեմային չանդրադառնանք։ Պետք չի դու մտածես, որ ես չեմ ուզում մենք ամուսնանանք։ Դու էլ լավ գիտես, որ այդ իրոք տենց չի։ Ուղղակի ես շատ լավ գիտեմ քո ու Արշակի, իմ ընտանիքի ու քո ընտանիքի հարաբերությունները։ Դրանք միշտ լինելու են սենց սառը ու լարված։ Ու ես դրանից իրոք շատ եմ նեղվում։ Դրա համար վերջում ամեն ինչ մեկա կիսատ է մնալու։ Ու պետք չի, որ մենք շտապենք։ Կյանքս։ Իրավիճակը էս է։ Ունենք այն ինչ ունենք։ Ես էլ դու էլ գիտենք, որ հեշտ չի լինելու։ Բայց մենք որոշել ենք, որ պետքա պայքարենք, չէ՞։ Որովհետև չենք կարողանում առանց իրար։ Չէ՞։ Դե արի ես քեզ տանեմ տուն, հետո գնամ հետո իմ, լավ։ Նորը մի արա, չեմ ուզում։ Դու տղա, ուրեմն ես քո համար միրգ կտրեմ, դու էլ ասես չեմ ուզում, հա։ Պատմության մեջ էլ չի լինելու նես բա, որ ես նստեմ ու միրգ կտրտեմ։ Մի մորթի այդ մրգերը, չեմ ուզում։ Ոչինչ, դու էլ մորթած կուտես։ Նորը գնա տուն։ Ես արդեն լավ եմ։ Իրոք լավ եմ։ Հետո քիչ խոսա ու միրգ կեր։ Վերջո։ Ջուր ուզում ես։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Դու Էլիզե ինչ էիք խոսում։ Հաշտվել եք։ Երևի հա էլի։
Էլիզը ոնց որ կամաց հասկանում է։ Էդու բոլորը որ տենց հրաշք լինի։ Ու Էլիզը հասկանա ու ընդունի Մագդային, այդ իմ ամենաերջանիկ օրերից մեկն է լինելու։ Որովհետև ես նրանց որոշում եմ կայացրել, որ այդ ամբողջ պատասխանատվությունը իմ ուսերին է։ Ու ինչի մասն է խոսքը։ Դե ոնց ասեմ։ Ոնց կա տենց։ Ես ու Մագդան ամուսնանում ենք։ Ոնց ամուսնանում ենք։ Տենց։ Ես իմաց չեմ տեսնում ձգձգելու։ Ես ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ Մագդան իմ կողքին լինի։ Ես շատ ուրախ եմ ձեր համար ախպերս։ Բայց դու գիտես չէ՞ որ Որ ընտանիքս դեմ այն որոշմանը, որ տատին չի ընդունում Մագդային, Էլիզը կնեղանա ու չենք կարող ապրենք մեր տանը։ Էդ հա ամեն ինչ շատ դեպ գիտակցում եմ այդ։ Ես կյանքում չեմ մտածել, որ սենց լուրջ ընտրության առաջ կկանգնեմ։ Գիտես չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր սենց հարցերը չեն կարողացել իրենց տան մեջ քննարկեն ու լուծեն։ Կամ ստիպված են եղել ընտրության առաջ կանգնեն, կամ իրենց ընտանիքը կամ սիրած աղջիկը։ Բայց տեսնում ես, որ ոչ մեկս ապահովագրված չենք։ շատ բարդ է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բայց եթե եկել ես այդ որոշմանը, ուրեմն քիչ թե շատ գիտես ինչ ես ուզում։ Հենց հարցնել էտա, որ չգիտեմ այդ։ Ես մտածում եմ, որ կարամ վերահսկեմ իրավիճակը։ Կփորձեմ։ Բայց վատ այն է, որ տատիս տենց էլ չհասկացա, որ ես սիրում եմ այդ աղջկան։ Ոչ էլ Էլիզը։ Արիչը մոռանանք են, որ Ալինան չգիտի ճշմարտությունը։ Ու ես չգիտեմ, որ իմանա ոնց կընդունի։ Մեգուցե ավելի վատ ընդունի կան Էլիզը, կամ հակառակը, չեմ կարող ասեմ։ Իսկ եթե մի քիչ սպասես։ Չէ, իմաց չեմ տեսնում։ Գիտես ինչի։ Որովհետև ես զգում եմ, որ բոլորը մտածում են, որ վաղ թե ուշ ես ու Մագդան բաժանվելու ենք։ Ու ես իմ քայլով ուզում եմ բոլորին ցույց տամ, որ տենց բան չի լինելու, որ լուրջ վերաբերվեն։ Կարող է մեկ-մեկ մեր հետ էլ շուֆես։ Դու իմացար, որ Նորոն ու Մագդան պատրաստվում են ամուսնանալ։ Ո՞վ է քեզ տենց բան ասել։ Իմ ականջներով եմ լսել։ Էնպես որ կարաս հարսանիքի պատրաստվես։ Վերջի վերջո Փեսայի քույրն ես, չէ՞։ Հաս ինձնից ինչ ես նեղանում։ Ես ինչ անեմ։ Ես չեմ նեղանում Էլիս։ Հաշտվեցիք հա Էդոյի հետ։ Հա։ Ու ես հասկացա, որ Մագդայի պատճառով չեմ պատրաստվում Էդոյին կորցնեմ։ Ուղղակի ուզում եմ հասկանամ ոնց տենց շուտ մոռացար, որ Էդոն հանուն Մագդայի ձեր հարաբերություններին վերջ դրեց։ Ոնց ներեցիր Էլիս։ Ուրախ չես, որ հաշտվել ենք։ Ուրախ եմ Էլիս։ Ուղղակի ես սպասում էի, որ դու նենց կանես, որ Էդոն հասկանա, որ ինքն է սխալ։ Հասմիկ, Կասես ոնց եղավ, որ հաշտվեցիք։ Ձեզանից մեկը պետքա զիջման գնա։ Ու ես վստահ եմ, որ Էդոն չի եղել։ Գիտես ինչի։ Որովհետև Էդոն երբեք իր ասածից հետ չի կանգնում։ Ու ինքը հանուն քեզ իր ասածներից հետ չի կանգնի հաստատ։ ուզում ես ասես, որ եթե հանուն սիրելու լռել եմ ու զիջել եմ, ուրեմն ինձ չեմ հարգում։ Թե ուզում ես ասես Էդոյի համար ինչ որ մեկն եմ։
Չէ, Էլիս։ Ես ուղղակի ուզում էի, որ դու չթուլանաս, որ դու քո ճիշտը մինչև վերջ տանես։ Բայց դու մեր բոլոր արածները ջուրը գցեցիր։ Ու մի քանի օրից դու Մագդային կընդունես։ Էդոն էլ կհամոզի քեզ։ Ես հասկանում եմ, որ լսած այդ նորությունը շոկային էր, քեզ շոկի է ենթարկել ու ուղեղիդ մեջ ամեն ինչ իրար է խառնվել։ Դրա համար ես ինձ կզսպեմ ու համարենք, որ ես վերջին ասածները չեմ լսել։ Ուղղակի զարմացած եմ։ Ահա որ զարմացած եմ, Հասմիկ, որովհետև քո փոխարեն ես կուրախանայի ու մի հատ էլ քեզ կշնորհավորեի։ Էլիս, դու հասկանում ես, որ դու էլ չես կարողանալու Մագդայի մասին Էդոյի մոտ ինչ-որ բան խոսես կամ առավել եւս ինչ-որ բան անես, որովհետև Էդոն ճիշտ դուրս եկավ։ Ու մի բան էլ ասեմ, իմացի։ Էդոյի ես վիճակի մեղավորը Մագդան է։ Այսինքն Հա։ Ես այսօր լսել եմ ոնց են Նորոն ու Մագդան խոսում իրար հետ ու Մագդան իրան մեղավոր ազգում։ Ինչ որ Կարենից ազատվելու մասին էին խոսում։ Դե դու հասկացի արդեն Էդոն Մագդայի համար ինչի է պատրաստ։ Իսկ քո համար ավելի լավը չշարունակեմ։ Բարի գիշեր։ Գանձս, քո քնելու ժամանակն է արդեն։ Մագդան էլ է հոգնել, ինքն էլ պետք է հանգստանա։ Պապ, գիտես ինչքան շատ էի վախեցել։ Այդ մարդ ով էր, բա որ վնասեր Մագդային։ Բայց չի վնասել, չէ՞։ Հիմա Մագդան տանն է ու քո կողքին։ Բայց ով էր այդ մարդը, ինչ էր ուզում։ Բա եթե էլի գա։ Չէ, Գանձ, էլ չի գա, հաստատ չի գա։ Դու հանգիստ քնի, հա, բոլես։ Ես գիտեմ, որ քեզ նեղացրի։ Ուղղակի ես քո ընկերուհին եմ, Էլիս։ Ես ասում եմ այն, ինչ կողքից չի երևում։ Դու սիրահարված ես։ Ու դու չես նկատում, որ արդեն ինքնասիրությունդ ես կորցնում։ Ամեն դեպքում կներես ինձ։ Ալո։ Բարև ձեզ։ Հա, բարև Հասմիկ ջան։ Մենք կարող ենք հանդիպել, ես ձեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Հա, իհարկե, ասա, խնդիր չկա, հանդիպենք։ Որտեղ։ Հիմա հասցենք ուղարկեմ։ Բարի լույս։ Էդոն ո՞նց է։
Այդքան էլ լավ չէր, ցավեր ուներ։ Ցավազրկող ներարկեցին հիմա հանգստանում է։ Դու գնա տուն, ես կմնամ հայրա մոտ։ Ես ուրախ եմ, որ դու Էդոն իրար հասկացել եք։ Բայց մի հատ բան եմ ուզում քեզ ասեմ, Էլիս։ Անիմաստ տեղել չցավացնես Էդոին։ Հա, Էդոն քեզ շատ է սիրում, շատ։ Ու ինչ ասում է, արգելում է։ Ինչ որ բան է քննարկում քո հետ։ Իմացի, որ այդ մենակ քո համար է։ Քո մասին մտածելով է ասում։ Հա, ես հասկանում եմ, դու աղջիկ ես ու պայի տակ կարող է ուրիշ ձև ընկալես։ Բայց մի բան լավ հիշի։ Սիրող տղու խոսքը երբեք քեզ վատ ուղղությամբ չի տանի։ Այդ որ հիշես, քիչ կվիճեք իրար հետ։ Գիտեմ, դու ճիշտ ես։ Նոր, բայց մի բան եմ ուզում հարցնեմ։ Ասա։ Ինչ կռիվ ա եղել։ Ում հետ եք վիճել, որ Էդոին դանակահարել են։ Դա հիմա կարևոր չի էլիս, թե ինչ ա եղել, ում հետ ա եղել։ Բայց մի բան կարևոր է։ Ու ուզում եմ դու իմանաս։ Այդ դանակը աղբորը տուղությամբ ա եղել։ Էդոն պաշտպանել է ինձ, իրա վրա ա վերցրել։ Ոնց, ինչ ես խոսում։ Ու ես ամեն ինչ ասում քեզ նրա համար, որ դու հասկանաս քո կողքին ինչ տղա կա ու գնահատես իրեն։ Հա նորը, բայց գոնե ասա հասկանամ ինչ ա եղել։ Կարևոր չի էլիս։ Նոր ես գիտեմ, որ Մագդան կապ ունի։ Խոսք եմ տալիս, ոչ մի ավելորդ բառ չեմ ասի։ Ուղղակի ասա հասկանամ այդ աղջիկը այդ ինչ պատմությունների մեջ է, որ հարցը հասել է դանակահարությանը։ Դու որտեղ ես գիտես։ Դե ինչ կարևոր է, գիտեմ։ Ով ա քեզ ասել էլիս։ Հարց եմ տալիս, ով ա քեզ ասել։ Հասմիկը պատահական ձեր խոսակցությունն է լսել։ Պատահական։ Ինչ որ հաճախակի ա լինում այդ պատահական դեպքերը, չես զգացել։ Զգացել եմ։ Փաստորեն ամուսնանում ես։ Հիմա ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը։ Հետո տանակը քննարկենք, ես քեզ ամեն ինչ կասեմ։ Նոր, Ու մի բան էլ։ Արդեն հոգնել եմ։ Ընկերուհիդ ոնց հասկանում եմ, ոչ մի բան չի կարող ըմբռնի ու հասկանա։ Իրան զգուշացրու, որ չի կարելի ուրիշ մարդկանց խոսակցությանը ականջ դնել։ Այդ լավ բան չի։ Ա ու մի բան էլ։ Արդեն ժամանակն է։ Ասա թող իր համար տուն գտնի։ որովհետև Մագդան է գալու։ Չէ, որովհետև պետք է ինք իր տան մեջ ապրի, ոչ թե մեր։ Բարև ձեզ։ Բարև Հասմիկ ջան։ Մենք ամենասկզբից էլ իրար առաջ մաքուր ենք եղել։ Ու դուք շատ լավ իմացել եք, որ ես հանուն Նորոյի եմ ձեզ օգնում։ Գիտեմ Հասմիկ ջան, չեմ մոռացել, խոստացել եմ, չէ՞ որ ամեն ինչ կանեմ, որ Նորոյիս կողքին լինես։ Ու չեմ մոռացել։ Իսկ ինձ թվում է, որ արդեն մոռացել եք, որովհետև Նորոն ու Մագդան պատրաստվում են ամուսնանալ։ Ինչ։ Չեք հավատում, չէ՞։ Ես էլ չէի հավատում։ Մագդան ու Աշակը մեզ շախում ատարեցին։ Նոր չգիտեի, որ գալու ես, անակնկալի եկա։ Բարի լույս Նորո ջան։ Բարի լույս։ Մագդա, Արշակի հետ շատ կարևոր բան ունեմ քննարկելու։ Ախպեր հետ պետք է իմանա, չէ՞, որ շուտով ամուսնանում ենք։
Ինչ։ Ես ինչ նորություններ։ Մագդա մեզ մենակ կթողնես։ Արի նստի։ Ուզում եմ հասկանամ, ես ինչ արագությունը։ Մտածում ես, որ շտապում եմ, հա։ Իսկ կտենց չի։ Չէ, ես չեմ ուզում, որ դու մտածես, ես ուրախ չեմ կամ դեմ եմ ձեր որոշմանը։ Ուղղակի իրավիճակը թույլ չի տալի, որ ես սիրտե ուրախանամ։ Ես ավելի շատ սկսում եմ անհանգստանալ, ոչ թե ուրախանալ։ Նորո ջան, ես քեզ 100% վստահում եմ։ Ես գիտեմ, որ դու Մագդային շատ ես սիրում։ Բայց մի հատ շուրջդ նայ տղես։ Ինչքան չլուծված հարցեր կան ու վստահ եմ, որ այդ հարցերը դες կխանգարեն։ Ես ուզում եմ վստահ լինեմ, որ այդ ամուսնությունը Մագդային երջանկություն կբերի, ոչ թե հոգս։ Արշակ, եթե ես խոսում եմ այս մասին ու ուզում եմ գնամ այս քայլին, նշանակում է, որ ես պատասխանատվության աստիճանները շատ լավ գիտակցում եմ։ Իսկ եթե ես չեմ ուզում, որ իմ քրոջ կյանքը փորձադաշտ դառնա, ինձ ճիշտ հասկացի նորը, դու լավ գիտես, որ ես Մագդային իմ կյանքից շատ եմ սիրում։ Ես բոլորից շատ եմ ուզում, որ Մագդայի կողքին իր սիրած տղամարդը լինի։ Ես ուզում եմ, որ Մագդան քո կողքին հոգեպես հանգիստ լինի։ Ես տեսել եմ, թե ինչ է նշանակում, երբ որ կինը հոգեպես անառողջ է շրջապատի պատճառով։ Ես տեսել եմ, թե ինչպես է տառապում կինը, ու այդ տառապանքը ինչ մեծ ազդեցություն է ունենում, թե ֆիզիկապես ու թե հոգեպես։ Ես իմ կողքին կին եմ ունեցել, ով բռնել է ձեռքս, հավատալով, որ ես դուրս կհանեմ իրան այդ վիճակից։ Հա, ես փորձել եմ, բայց չի ստացվել։ Կներես, որ քո համար ցավոտ թեմա եմ բացում, բայց ես ուզում եմ, որ դու ինձ լիարժեք հասկանաս։ Իսկ քեզ ով է ասել, որ իրանք ուզում են ամուսնանան։ Իմ ականջներով եմ լսել։ Չէ, ես թույլ չեմ տա։ Թույլ չտալու համար գործել է պետք։ Լավ, ես չեմ հասկանում, ես էլ ինչ անեմ, որ այդ տղու գլուխը մտնի, Հասմիկ, ես չգիտեմ էլ ինչ անեմ։ Մենք պետքա իրավիճակը ուրիշ կողմ շեղենք։ Այսինքն։ Դե այսինքն պետքա մի բան անենք, որ բոլորի ուշադրությունը այդ թեմայից շեղենք։ Ու ինչ անենք։ Ալինան չգիտի, թե ով է Արևը ու ով է Մագդան։ Ու ինձ թվում է այս շատ ճիշտ ժամանակն է, որ ինքը իմանա։ Ինքն էլ կկարողանա Նորոյի վրա ազդել։ Դե դուք գիտեք, որ Նորոն ու Ալինան միշտ ուրիշ հարաբերությունների մեջ են եղել։ Գիտեմ, Նորոն շատ կապված է Ալինայի հետ։ Ու իմ խոսալուց հետո, եթե Նորոն խոսա, կարծում եմ Ալինան կհասկանա։ Բայց դա մեզ ընդհանրապես օգուտ չի տալու, Հասմիկ։ Նայած թե դուք ոնց կներկայացնեք իրավիճակը ու մենք տանը ոնց կազդենք իրա վրա։ Մենք պետք է ամեն փոքր բանից օգտվենք։ Կես ժամից Ալինան դասերը վերջացնում է։ Չգիտեմ։ Իրոք չգիտեմ։ Մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ մի փոքր բանից էլ ինչ-որ մի բանի հասնենք։ Ինձ թվում է դուք ինձ հասկացաք։ Արշակ, ես շատ լավ հասկանում եմ քո ապրումները։ Բայց պետք չի աչքի առաջ մորս ապրումների մասին խոսես։ Դու էլ լավ գիտես, որ այդ ամեն ինչի հիմքում առաջի մեղավորը դու ես։ Դու ես եկել մորս համոզել ու համոզելով տարել երկրից, ու քո մոտ ոչ մի բան չի ստացվել։ Իսկ ես վստահ եմ, որ կարա Մագդային հեռու պահեմ այդ խնդիրներից ու մեղքի զգացումից։ Ու ոնց։ Ինչ ես անելու, որ քո տանը Մագդային չնեղացնեն, որ անընդհատ անցյալը չհիշեցնեն, չմեղադրեն, չատեն։ Ոնց ես անելու, որ այդ վեճերը քո ընտանիքի վրա չազդեն, որ Մագդան էլ իրան վատ չզգա։
Ես այն տղեն չեմ, որ իմ ընտանիքից երես թեքեմ։ Բայց շատ լավ գիտակցում եմ, որ Մագդան չի կարող ապրի մերոնց հետ։ Դրա համար առաջի բանը, որ անելու եմ ամուսնությունից հետո, այդ մեր համար առանձին տուն գտնելն է։ Բայց մերոնցից ոչ հեռու։ Որ իմ խիղճն էլ հանգիստ լինի Մագդայինն էլ։ Իսկ ավելի ճիշտ չի լինի, որ ընտանիքիդ հետ ընդհանուր հայտարարի գաք։ Եթե պետք է, ես էլ կգամ կխոսեմ։ Արշակ ինչ վերաբերվում է իմ ընտանիքին, իմ ընտանիքի խնդիրներին, այդ մենակ իմ գործն է։ Հա, Նորո ջան, ես հասկանում եմ, բայց այդ ընտանիքի իմ քույրն է պատրաստվում մտնել։ Այդ ընտանիքի հետ կապված հարցերի կեսը իմ հետ է կապված։ Ավելի լավ չի, որ այդ հարցերը ինձ տան։ Ես ոնց հասկանում եմ, մենք այսօր իրար հետ չենք կարող լեզու գտնենք։ Մագդան քեզ ինչ պատասխան է տվել։ Դե Մագդան ինչ պետք է ասի, Մագդան վախենում է։ Բայց եթե ինքը հասկանա, որ մենք ընդհանուր հայտարարի ենք եկել, ինչ որ որոշման ենք եկել, հաստատ ավելի վստահ կլինի։ Որովհետև գիտեմ, որ ինքն էլ է ուզում, որ մենք միասին լինենք։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու մեր որոշումը ընդունես, ու մեր կողքին լինես, ու քո չափով օգտակար լինես։ Այդքան բան։ Ես որպես տղա ու որպես աղբեր շատ լավ քեզ հասկանում եմ, քո վախերը, քո անհանգստության պատճառները։ Բայց դու էլ ես տեսնում, որ մենք ամեն օր պայքարում ենք մեր սիրո համար, ու ամեն ինչ անում ենք, որ միասին լինենք։ Ես ուղղակի որպես տղա մի քայլ առաջ գնացի, որովհետև ուզում եմ բոլորին ապացուցենք, որ մենք կարանք հաղթարենք ամեն դժվարություն, ամեն ինչ։ Գիտեմ Նորո ջան, բայց դու ինչքանով ես վստահ, որ առանձին ապրելը խնդիր չի լինի։ Ես 8 տարեկան չեմ, եթե ինչ-որ մի բան որոշել եմ, նշանակում է շատ երկար մտածել եմ, եթե ես վստահ չլինեի, որ կարող եմ Մագդայի կյանքը դեպի ավելի լավը թեքել, հաստատ իմացի քո հետ այս թեման չէի քննարկի Արշակ։ Լավ, արի սենց անենք, ես հիմա քեզ ոչ մի բան չեմ ասի, մինչև Մագդայի հետ չխոսեմ։ Ուզում եմ հասկանամ ինքը ինչքանով է պատրաստ այդ լուրջ քայլին։ Ես ու Մագդան մի ժամով պետք է դուրս գանք։ Խնդիր չեմ տեսնում, դուրս եկեք, ես հետո կխոսեմ։ Բարև։ Ես բա ինչ ես մենակ Ռոբե հետը չի։ Այսօր դասի չեր եկել։ Կգաս մի քիչ քայլենք իրար հետ։ Չէ, հոգնած եմ։ Ալին, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Դրա համար էլ ուզում եմ քայլենք խոսենք։ Ես հետո քեզ կճանապարհեմ տուն։ Ու ինչ։ Դու ճանաչում ես Նորոյի ընկերուհուն։ Ինչի ես հարցնում։ Որովհետև կարևոր բաներ կան, որ քեզ չեն ասում։ Բայց դու մեծ աղջիկ ես ու արդեն իրավունք ունես իմանալու։ Ինչ իմանամ։ Դու ճանաչում ես, չէ՞ Մագդային։ Ու շփվում ես իր աղբոր աղջկա հետ։ Հա, շփվում եմ։ Ու իրանք շատ լավ մարդիկ են։ Ու որ ես հիմա այստեղ ողջ ու առողջ կանգնած եմ, այդ մենակ Արևի պապայի շնորհիվ է։ Ինչի՞։ Էդ ինչ ա արել որ։ Կյանքս ա փրկել։ Ես լուրջ առողջական խնդիրներ ունեմ։ Մի օր տանը մենակ էի մնացել ու վատացել էի։ Այդ ժամանակ Արևի հետ էի խոսում։ Արևը որ տեսավ վատացա, միանգամից իր պապային ասաց։ Ու ես մինչև հիմա չեմ հասկանում, թե այդ մարդը ոնց 10 րոպե հետո հայտնվեց մեր դռան դիմաց։ Բալես, այդ Արշակը մարդ չի։ Ինքը այդ ամեն ինչը անում է իր մեղքերը մաքրելու համար։ Չեմ հասկանում, ինչ եք տենց ասում։ Ախր իրանք նորմալ մարդիկ են, լավ ընտանիք են։ Հայելիզն ու տատիկներ են տրամադրված իրանց դեմ։ Բայց ինչի։ Կասեք ինչ ա եղել։ Բալես, դե դրա համար էլ ուզում եմ խոսենք ու ասեմ քեզ։
Կներես, եթե ցավացնելու եմ, բայց դու պարտավոր ես ճշմարտությունը իմանաս, Ալին։ Բա Արշակը ինչ ասեց։ Այսօր կխոսակ կհասկանաս։ Երևի իմ կարծիքն է, հա, ուզում լսի։ Դե հա։ Եթե կարճ ասեմ, մեր ապագան քո ձեռքերում է։ Ինչ ես դու այդ ծանր բեռը իմ ուսերին թողել։ Նայ Մագդա։ Անձնական հարցերում միշտ վերջնական խոսքը աղջկանն է։ Եթե աղջիկը մի բան ուզում է, պայքարում է, ու ամենակարևորը ցույց է տալիս, ամեն ինչ ստացվում է, եթե չէ։ Իսկ ես շատ եմ ուզում, որ ամեն ինչ քո սրտով լինի։ Ու եթե դու նույնիսկ մի գրամ հստակ չես ու չես ուզում հանուն ինձ գնաս այդ քայլի, ես կհասկանամ ու չեմ նեղանա։ Մագդա, հիշում ես այն օրը, որ գիշերը քեզ զանգեցի ու կանչեցի։ Հա, հիշում եմ։ Սխալ եմ արել։ Պետք չէր տենց թեմայով ու տենց հարցով աղջկա զանգել ու գիշերվա կեսին տնից անել։ Այն էր սիրած աղջիկը։ Բայց ես չեմ էլ զգացել ոնց եմ հավաքել քո համարը, ոնց եմ զանգել։ Ինքն իրան է ստացվել, ենթագիտակցորեն։ Ուղղակի զանգել եմ այն մարդուն, ում ես աշխարհում ամենաշատն եմ վստահում։ Բա ինչի հենց հիմա դրա մասին հիշեցիր։ Որովհետև ուզում եմ հասկանաս, որ ես միշտ եմ ունենալու քո կարիքը։ Դու միշտ լինելու ես իմ կյանքում։ Երբ որ լավ լինեմ, ուզելու եմ, որ դու գաս գիսես իմ հետ այդ ուրախությունը։ Երբ որ վատ լինեմ, ուզելու եմ, որ դու գաս ինձ օգնես։ Դու հասկանում ես այդ ինչա։ Այդ ուղղակի սիրել չի, սիրահարված լինել չի։ Այդ նշանակում է, որ ես գտել եմ ես կյանքում այն մարդուն, ում հետ պատրաստ եմ անցնել ամեն ինչի միջով։ Ու տենց բան շատ քիչ մարդկանց հետ է լինում, որ տենց մարդու կարողանան գտնել։ Նոր ես քեզ իրոք շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Ալին, Արշականունը քեզ ոչ մեկին չի հիշացնում։ Իմ մտքով ոչ մեկ չի անցնում։ Դու գիտես, չէ՞ տարիներ առաջ ինչ արել մաման։ Կլինի առանց նախաբանների ուղղակի ասես ինչ ա եղել։ Ալին, Արշակը այն մարդն է, ում հետ մամատ փախավ Ամերիկա։ Արշակն է տարել մորդ, Արշակն է մորդ մահվան պատճառը, այդ երեխեն էլ մորդ երեխեն է։